Տեսեք դոկտոր, ինչքան էլ գովենք ռոբոտը ու ասենք ինչքան է հեշտացնում բժշկի աշխատանքը եւ այլն, ամեն դեպքում դա պահանջում է բժշկից հմտություններ կառավարելու այդ ռոբոտին։ Ոնց է կանցել այդ փուլը։ 22 թվականից ես սկսել եմ ծանոթանալ ռոբոտին, ռոբոտի աշխատանքին, հմտություններին, այդ բոլոր նյուանսներին, հա, 25 թվականին ավելի ինտենսիվ ամռանը եւ հետո ամռան վերջ դեպի սեպտեմբեր մենք Շանհայում վերապատրաստվեցինք, արդեն կոնկրետ մեր ռոբոտի գործարանում, կոնկրետ այս ռոբոտի համար վերապատրաստվեցինք եւ լիցենզավորվեցինք, որ մենք ունենք լիցենզիա, որ այս ռոբոտով կարող ենք մարդկանց վիրահատել։ Այս մեսեջը ես ուզում եմ ուղղել մարդկանց, որ տարբեր գրառումներ են լինում, որ պետքա դարերով սովորել ռոբոտը, պետքա տասնամյակներով գնալ Ամերիկայում սովորել, մենք արդեն իսկ ունենք այդ վերապատրաստումը, ունենք այդ լիցենզավորումը եւ հնարավորություն ունենք վիրահատել մարդկանց